Վանաձորի ղեկավարումը կրկին փակուղում է, ավագանին բոյկոտում է։ Ուր ենք գնում, ցույց կտա ժամանակը։ Սա մեր ուղին հաղորդաշարն է։ Մեր հյուրն է Վանաձորի հայրենիք խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։ Բարև ձեզ, պարոն Դոխոյան։ Բարև ձեզ։ Ինչով է պայմանավորված ձեր բոյկոտը։ Տեսեք, ինքը ոչ թե քաղաքական բոյկոտ է, իհարկե կա այդ կոմպոնենտը նաև, բայց այստեղ խնդիրը ավելի խորքային է։ Մենք ասում ենք ունեցեք ընտրված օրինական քաղաքապետ, մենք ընդդիմություն ենք, թե դիմություն ենք, թե կկազմենք իշխանության մաս, թե կլինենք փոքրամասնություն, որպես ավագանու անդամներ կմասնակցենք նիստերին, կհայտնենք մեր դիրքորոշումը, թե քվեարկությամբ, թե նախաձեռնություններով, թե մյուս։ Այդ բոյկոտը վերջերս Գյումրիում էր ՔՊ-ի կողմից, երբ ունեն ընտրված քաղաքապետ, ձևավորված օրինական իշխանություն, բայց չէին գնում նիստերի։ Բոյկոտը սա է։ Մենք ընդհանրապես ասում ենք, մեզ համար այստեղ իհարկե էական է ով կլինի քաղաքապետ, բայց նաև իրողության հետ պատրաստ ենք հաշվի նստել, հա, որովհետև այնպես չի, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը մեր սրտով է, բայց ընտրված վարչապետ է եւ այդ իրողության հետ հաշվի ենք նստել։ 4 տարի է 2021 թվականից հետո, այդպես էլ այն օրակարգը, որ պետք է ավականին ձևավորեր եւ համայնքի ղեկավար ընտրեր, 4 տարի չկարողացավ։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ձեր խմբակցության կողմից բողոքարկում եղավ եւ նիստի արգելանքը վերացվեց։ Դա հոկտեմբերի 29-ին։ Եվ հոկտեմբերի 30-ին, ընդամենը եթե հաշվենք այսպես, մի քանի ժամ աշխատանքային ժամ հետո դարձյալ արգելանք դրվեց։ Նախորդ հաղորդման բանախոսը իր խոսքում նշեց, որ բավականին ժամանակ ունեին, որպեսզի կարողանային նիստ գումարել։ Այդպես էլ չգումարվեց այդ նիստը, եւ հիմա դուք որպես քաղաքական նաև միավոր կուսակցություն, այլ կուսակցությունների հետ, այսպես քննարկում, խորհրդակցություն, խոսքը ընդդիմադիրների մասին է։ Եղել են թե չէ։ Նախ սկսեմ այդ դահակի խայտարակ որոշումից, երբ չկար էլ դատական վեճերի հետ կապված խանգարող ինչ-որ հանգամանքներ, մեզ հուշեցին, որ մասնագետները հուշեցին, որ պետք է դիմել դահակ եւ հանել արգելանք։ Մենք դիմեցինք, արգելանքը հանվեց, հետո հայտարարություն տարածեցինք, որ պարտավոր եք այս ժամկետներում կազմակերպել վերջապես անդրանիկ նիստը եւ դահակը հետ կանչեց որոշումը եւ ինչ որ մի անիմաստ պատճառաբանությամբ վերադասության կարգով կարճեց նորից գործը ու էլի ձգձգվում է, բայց առաջիկայում նորից էլի process-ներ են սպասվում, դրա մասին երևի թե կխոսենք։ Տեսեք, այստեղ ինչն է հետաքրքիր, այսինքն եթե դու գնում ես զուտ իրավական ճանապարհով, ես այսօր չեմ զարմանա, որ օրինակ մեզ մի հատ մերժող որոշում գա ու այդտեղ խոշոր տարերով գրված ունեն ձեր կընտրանքը կամ պահանջը օրինական մերժում ենք, որովհետև ձեր սանրվածքը լավը չի։ Պրիմիտիվ է, օրենքի ոչ մի կամ տրամաբանության կամ ժողովրդավարության ոչ մի կապ չունեցող ինչ-որ հիմքերով։ Մենք այս հարցով իհարկե ընդդիմադիրների հետ քննարկումներ ունեցել ենք, մասնավորապես ապրելու երկիր կուսակցության հետ ենք ունեցել քննարկումներ եւ հանդիպել ենք եւ զրուցել ենք, դրա խնդիրը մենք չունենք, այսպես ասած եւ մի քաղաքի մարդիկ ենք եւ հայացքներով կիսում ենք այս ամեն ինչը։ Ասլանյան դաշինքից որոշակի տեղեկություններ մենք տարբեր մարդկանց միջոցով ստացանք։ Մենք ունեինք հետեւյալ երկու դիրքորոշումը, կամ պետք է գումարվի նիստ, մենք կմասնակցենք եւ մեր ընտրությամբ կընտրենք քաղաքապետ օրինական, կամ եթե այդտեղ ռիսկեր տեսնենք, կօգտվենք մեկ այլ օրենքից եւ չենք մասնակցի նիստերի, օրինակի համար կցրվի ավականին, կգնանք արտահերթ նոր ընտրությունների։ Բայց այս մարդիկ երկու դեպքում էլ վտանգ ունեն, այս մարդիկ նկատի ունեմ իշխանությունները, երկու դեպքում էլ վտանգ ունեն, որովհետև գիտեն, որ չնայած որքան էլ փորձեցին Ասլանյան դաշինքից մարդիկ տարան, հա, այսպես ինչ-որ ջլատեցին, ըստ իրենց ընդդիմությունը եւ այլն, բայց այնուամենայնիվ իրենք ռիսկ ունեն, որ իրենց սրտի քաղաքապետը միևնույն է այդ նիստով չի ընտրվի։
Ունեն նաև երկրորդ ռիսկը, որ եթե գնան արտահերտ ընտրությունների այն կարգավիճակով, ինչ հիմա կա Վանաձոր խոշորացվածը, էլի ունենալու են պարտություն։ Որտեվ այն որ ասում են նույնիսկ Ոզնուն է հայտնի, որ եթե նրանք շանս ունենային հաղթելու, հենց վաղը կգնային ընտրության։ Բայց Էջմիածնի ընտրությունները այլ բան ասեց։ Տեսեք, նախ տարածաշրջանային առանձնահատկություններ կա եւ կա դիմերում նաև կա անձերի գործոնը, Էջմիածնում ամբողջ գյուղերը միացրեցին իրար եւ այս խայտառակ խոշորացումները ենթադրվում է նաև այլ համայնքներում եւս։ Օրինակ, Փամբակ խոշորացված մենք համայնք ունենք, որտեղ Մարգահովիտից միջև իրենց այդ խոշորացված համայնքի մյուս ծայրը, ընդունենք Դեբետ համայնք, գնալու համար անհրաժեշտ է 75 կիլոմետր։ Այսինքն, բայց այդ ճանապարհը հաղթահարելու համար դու անցնում ես եւս մեկ այլ համայնքով։ Սա ինչ որ անիմաստ բան է։ Հիմա ըստ շրջանառվող լուրերի նաև ուզում են Փամբակ խոշորացվածը միացնեն Վանաձոր խոշորացվածին, այսպես ստացվում է ինքը գիգա համայնք, բայց նաև կառավարման տեսանկյունից լինելու է ոչ արդյունավետ եւ շատ մեծ խնդիրներ է առաջանալու։ Այսինքն ինչպես կարող է օրինակ կենտրոնը համարվի ընդունենք Վանաձորը, որը վարում է քաղաքային տնտեսություն եւ նույն չափ կարողանա կարևորել, չգիտեմ, գյուղացիական, գյուղատնտեսական, անասնապահական, մյուս խնդիրներ, տարածաշրջանի խնդիրներ եւ այլն եւ այլն։ Կամ հա, ինչպես մենք ենք մեր սարերում, հիշում եք հայտնի է, ասում է, քեզ որ կանչում են, ինչու՞ չես բարեհաճում ժամանել, ասում է, խոտ էի հնձում, կվերջացնեի, կգա։ Հիմա այդ մարդը խոտ է հնձում, մի հատ փոքր տեղեկանքի համար, պետք է 25-30 կիլոմետր հաղթահարի, գա Վանաձոր, որ տեղեկանքը վերցնի։ Այդտեղ էլ վարչական ղեկավարներ կունենան, նրանք լիազորված կլինեն, ոնց որ օրինակ մնացած համայնքներում այդպես կանեն։ Չէ, շատ ներողություն, թույլ տվեք ընդհատեմ, մեզ այդ միֆը բոլորիս հրամցրեցին։ Հիմա օրինակ հաջորդ համայնքում ենք դեպք եք ունեցել, որ չէ, նույն ձևով մեզ ասում են կարող եք գնալ հաջորդ համայնք, ձեր ուզած տեղեկանքը վերցեք։ Դու մտնում ես այնտեղ, ինքը քեզ ընդհանրապես տալիս է բանավոր տեղեկատվություն։ Երբ հերթը հասնում է պաշտոնական ինչ-որ թուղթ, ասում է, խնդրում եմ միջի Փամբակ։ Չկա, այդ չի աշխատում այդ մեխանիզմը վարչական ղեկավարներով։ Կանք մեր դարդուցավին, մեր վանաձորյան խնդիրներին, արդեն մոտ 8 ամիս է Վանաձորի ավականին նիստ չի կարողանում գումարել։ Եվ այստեղ նաև իրավական տեսակետից, օրենքի տեսակետով, եթե այսպես շարունակվի, բնականաբար ավականին կցրվի։ Գնալ արտահերթ ընտրության, թե սպասել, միգուցե մնում է մի քանի ամիս, այս մարդիկ իրենց ղեկավարումը շարունակեն, նոր ընդհանուր գնաք ընտրությունների 2026 թվականին արդեն։ Ձեր հարցը բաղկացած է երկու մասից, նախ ինչ վերաբերում է ավականին ցրվելուն, որ օրենքի դետալների մեջ չխորանանք, նաև դրա մասնագետը չեմ, միգուցե տերմինաբանության մեջ վրիպումներ որպեսզի թույլ չտամ, ոքի այսպես ընդհանրական ասեմ, որ եթե նոր ձևավորված ժամանակ նիստերը չկայանային, այդ ժամանակ էր հնարավոր ցրել ավականին։ Այսինքն, եթե նույնիսկ այդ արտահերթ նիստերին քվորումներ չապահովեր, այդ ժամանակ օրենքի ուժով հնարավոր կլիներ ցրել ավականին։ Հիմա քանի որ դատական փուլերը հասել է այն վիճակի, որ էլ դա ակտուալ չի, այսպես ասած, գնանք նիստի, չգնանք նիստի, կայանա, չկայանա, ավականին ցրելու հիմք այլևս չկա։ Այսինքն կարող են օգտվել նախորդ տարվա բյուջեի օգտագործման իրավունքից եւ այլն եւ այլն։ Այստեղ եթե գալիս ենք հարցի երկրորդ մասին, իմաստ կա գնալ, չգնալ, սпасել 26 թիվը սարերի ետևում չէ եւ այլն։ Տեսեք, ամեն դեպքում երբ որ ինչ որ մի գործընթացով սկսում ենք զբաղվել, կա երկու կարծիք, շատերն ասում են սրանց հետ ամեն ինչը պատա, չես կարողանալու, որովհետեւ մի բան կհորինեն, բայց նաև նստել ու չանել ոչինչ, սա էլ սխալ է, որովհետև քո ընտրողը քեզ մանդատ է տվել երկու բանի համար՝ զբաղվես իր խնդիրներով, զբաղվես իր իրավունքներով։ Մենք այս պահին մեր ընտրողների ուրեմն խնդիրները փորձում ենք հնարավորինս լուծել իրավական ճանապարհներով, տարբեր ճանապարհներով եւ մեր ընտրողը մեզ մանդատ չի տվել, որ մենք գնանք սակարկությունների, գնանք օրինակ 4 տարի դուք ընտրված ավականն եք։
ավականում էլ ունեք 2 հոգի, 2 մանդատ ունեք եւ այս ժամանակահատվածում վանաձորցու դարդ ու ցավով զբաղվել եք հենց այս 4 տարու մեջ։ Ես 12 թվականից ավականու անդամ եմ Վանաձորում Խոսքը այս եւ ինչպես այն ժամանակ այնպես էլ հիմա, այո, Վանաձորցու դարդ ու ցավով զբաղվում եմ։ Դարդ ու ցավով զբաղվելը ունի երկու մասից։ Եթե ունես իշխանություն, իրացնում ես այն ծրագրերը, որը դու խոստացել ես Վանաձորցում, եւ եթե չունես իշխանություն, որպեսզի կարողանաս իրացնել այդ ծրագրերը, բարձրաձայնում ես նրա խնդիրները, ստիպում ես, որպեսզի իշխանությունները աշխատեն եւ գտնեն լուծումներ։ Մենք այս իմաստով կարծում եմ նաեւ տեսանելի է շատ ակտիվ ենք եւ ցանկացած ահազանգի հետևից գնում ենք, բարձրաձայնում ենք, եթե տեղական մակարդակով մտնում ենք փակուղի, տարբեր գրություններով, տարբեր միջոցներով մենք դա նաեւ հասցնում ենք ինչքան հնարավոր է, ինչքան գոյություն ունեցող ատյաններ կա, ամենտեղ հասցնում։ Իսկ այդ պարագայում ինչու չեք նիստերի գնում։ Ես ձեզ որովհետև ասեցի, այդ նիստերը մինչ այժմ կայացված նիստերը նաև ինչ որտեղ ապօրինի նիստեր են մեր որակմամբ, նաև մասնագետների որակմամբ, որովհետև դատական այս կծիկի մեջ շատ հնարավոր է գա մի օր եւ պարզվի, որ օրինակի համար շատ ընդունված որոշումներ եղել են ոչ լեգիտիմ։ Այսինքն լեգիտիմացնել օրվա իշխանություններին մենք չենք պատրաստվել, որտեղ ասում եմ, որ նաև Վանաձորցին մեզ տվել է մանդատ, որ մենք գործենք նաև օրինականության սահմաններում։ Պարզ օրինակ ձեզ ասեմ, ասում եմ Վանաձոր համայնքը համարում է խոշորացված, առհասարակ համայնքը համարում է խոշորացված, եթե համայնքի բնակիչը ընտրում է ավականու անդամ եւ ավականին ընտրում է համայնքի ղեկավար։ Մեր մոտ այս կիսատ է մնացել։ Մեր մոտ բնակիչը ընտրել է ավականին չի ընտրել համայնքի ղեկավար։ Հիմա չընտրված համայնքի ղեկավարը կամ ժամանակավոր պաշտոնակատարը նշանակում է վարչական ղեկավարներ այն համայնքներում, որտեղ խոշորացումը միջև վերջ չի կայացել ու տալիս է աշխատավարձ։ Մարդիկ էլ ասում են հետևյալը. այ Վանաձորցու դարդ ու ցավով ապրում եք, գալիս է վերջին ժամանակահատվածները, երբ որ մոտենում ենք ընտրություններին, սկսում եք Վանաձորը շատ սիրել, սկսում եք ժողովրդի հետ հանդիպել, կարծես քողարկված քարոզարշավներ, եթե այդպես է, եկեք ավականու նիստի, ձեր հարցերը բարձրացրեք, այ ինչը հիմա դուք ասեցիք, այդ ամենը ասեք մեր երեսին, մենք էլ իմանանք, ժողովուրդն էլ իմանա ով է, եւ այդպես շարժվենք առաջ։ Ում երեսին բարձրացնենք։ Իշխանությունների, այո, որ իշխանությունների, ոչ լեգիտիմ իշխանությունների, եթե մենք օրենքով, այսպես է ստացվում, օրենքով 4 տարի, դա միգուցե նաև բացառիկ է, Վանաձորը ղեկավարվում է պաշտոնակատարի միջոցով, ճիշտ է։ Ընդգրկված է մի քանի կուսակցություններ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հասկ կուսակցությունը, հայրենիք կուսակցությունը եւ ապրելու երկիր կուսակցությունը։ Եվ ստացվում է մի որոշ ժամանակ նիստեր տեղի ունեցան, հետո չունեցան, այսպես լռություն, Մամիկոն Ասլանյան դաշինքի մասին չեմ խոսում, որովհետև հենց ամենասկզբից չեն գնացել մարդիկ նիստի, բոյկոտել են, հասկանալի է, իրենց առաջի համարը ձերբակալվեց եւ այլն։ Բայց դուք որպես նաեւ քիչ թե շատ, այսպես ձեր խոսքում էլ նշեցիք, հանրության հետ շփող մարդիկ։ Այդ հանրության խնդիրները վեր բարձրացնեք հենց Վանաձորի ավականում։ Մարդը, օրինակ եմ ասում, պրիմիտիվ, պարզ օրինակ եմ ասում, ուզում է ինչ-որ մի բան կառուցել, մի հողակտոր է ուզում եւ չի կարողանում այդ ամենը իրագործել։ Նույնիսկ կան տեղեկանքներ, որ պետք է ինչ-որ ավականու նիստով այդ ամեն ինչը օրինական ուժ ստանա, դրանք էլ չի արվում։ Այս պարագայում Վանաձորցին ինչով է մեղավոր։ Վանաձորցին մեղավոր չէ, Վանաձորցին դատապարտված է վատ իշխանություն ունենալով, բայց մեր նիստերի չգնալով փորձ ցույց է տվել, որ ոչինչ չի տուժել։ Ինչ ուզում են անում են, աղբահանությունն են կազմակերպել, ձեր նշած հողհատկացումներն են տալիս, իդեպ այդ հողհատկացումների տողատակերում, երբ որ մենք նայենք, կտեսնենք, որ քանակի դեպքում ում են տալիս այդ հողհատկացումները, այսինքն մենք
գնանք եւ չգիտեմ, այսպես թացը չորի հետ խառնենք, օրինակի համար ասեմ ձեզ, որ եթե այս պահին մեծամասնությունը ոչ ընտրված, ոչ լեգիտիմ իշխանությունն է, եւ ծանոթ բարեկամներին հողակտորներ տալով բանման, այսինքն օրինակ գնում ենք մենք սա լեգիտիմացնում ենք, մենք փոքրամասնության շահը բավարարելու համար անտեսենք եւ արհամարենք մեծամասնության շահը։ Դուք ասում եք մարդիկ ասում են, իսկ ուսումնասիրել եք այդ մարդիկ Վանաձորի բնակչության քանի տոկոսն է այդ դժգոհությունը հայտնում, օրինակ որ մենք չենք գնում նիստերի։ Կեսը ասում է, թե լավ է ղեկավարում են աղբաղանության հարցը լուծեցին, ճանապարհները սարքեցին, լուսավորությունը եւ այլն, բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, դե լավ է, էլի մնաց մի քանի ամիս սպասենք նոր ընտրություններ։ Այն մնացածն է ասում է, դե ոչ լեգիտիմ ընտրված պաշտոնակատարով բացառիկ եզակի երևույթ 4 տարի պաշտոնակատար շատերը չեն հասկանում, թե դա ոնց է։ Նույնիսկ մարդ կա արդեն համայնքապետով է դիմում, համայնքապետը, այս ասած համայնքապետը, այն ասած, բայց չընտրված պարագայում։ Այդ իսկ պատճառով հանրությունը ամեն ինչ գիտակցում է, տեսնում է ամեն ինչ, ով է, ով ինչ է անում, ով ոնց է անում։ Այդ ծրագրերը իրականացնելուց այս շատ հաճախ հենց իշխող մեծամասնությունը անընդհատ ձեզ կոչ է անում։ Թե ձեզ, թե մնացած կուսակցություններին, դաշինքին, որ եկեք նստենք կառուցողական, տեսնենք ինչ են անում։ Ձեզ որպես նաև խմբակցության ղեկավար ինչ որ առաջարկներ եղել են իշխող կուսակցության կողմից, եկեք նստենք խոսենք եւ այլն։ Չէ, մեզ ուղիղ առաջարկ չի եղել։ Վերջերս հայտարարություն տեսանք, որ Լոռու մարզպետը իր հարցազրույցների մեկի ժամանակ ասում է, որ շուրջ 30 միլիոն դոլարի ծրագիր է գալու Վանաձոր եւ նրանք, ովքեր չեկան այս նիստին, Վանաձորը չեն սիրում եւ այլն։ Նախ խոսում է մի մարդ, ով մի քանի տարի եղել է պատգամավոր եւ Վանաձորի հետ կապված ոչ մի օրենսդրական նախաձեռնություն, ոչ մի խնդիր, ոչ մի հարց չի բարձրացրել եւ Վանաձորցու մատից ոչ մի փուշ չի հան։ Այսինքն շատ կներեք, դուք եկաք դարակ Վանաձոր սիրողները, մենք չսիրողները, սա մեկ։ Երկրորդը չեմ կարծում, որ ավականու անդամների հետ, ովքեր ընտրված մարդիկ են, ժողովրդի ամենքը ինչ որ չափով, ինչ որ խմբի հարգանքն ու վստահությունը վայելող մարդիկ են, ու նրանց հետ խոսել եթերից շանտաժի լեզվով, սա մեզ համար նույնպես անընդունելի է։ Շատ ներողություն, 30 միլիոն դոլարի ծրագիր, ինչի մասին է խոսքը, դուք գիտեք։ Ես էլ չգիտեմ։ Ասում են մի քանի ավտոբուսներ եւ այլ ինչ որ բաներ։ Այդ եւ այլ բաները ինչ է։ Երբ որ չի եղել մի քննարկում, չեն ասել մեզ, խնդրում եմ, այս նախագծերին ծանոթացեք, տեսեք, այս 30 միլիոն դոլարի տակ ինչ է։ Մենք էլ նստենք հասկանանք, ասենք, լավ, մի կողմ ենք դնում շատ հանգամանքներ, ասում են որոշ բաների վրայով, փորձում ենք գնալ այս իմաստով հանուն մեր քաղաքի ինչ որ խնդիր լուծելու, բայց ով գիտի սրա տակ ինչա, երբ են մեզ մի հատ թուղթ ուղարկել, ասել հարգելի ավականու անդամներ, այս են 30 միլիոն դոլարի ծրագիրն, իր հիմքերով ու նախագծերով եւ ավականու նիստին չենք դրա հետ անցկացնելու եւս տողատակերով 25 հարց եւ նման ոչ մի բան դեռևս չի եղել։ Եվ ով է ասել, որ նաև պետք է մենք գնանք նիստի նրանց օրակարգով, չէ՞ որ ի վերջո ընդդիմությունը նաև մեծամասնությունն է եւ 9 մանդատ ունեցող մի ուժ իրավունք չունի մեծամասնության հետ խոսել օրինակ այդ ոճով, էլի, այսինքն կարելի է մի անգամ հրավիրել ինչ որ քննարկման, հա, կամ եթե քաղաքական ինչ որ խանգարող հանգամանքներ կա, միգուցե այդ հրավերը իրանք, չգիտեմ, նորմալ չեն համարում կամ եւ այլն, կարող են ելեմ ասում, թղթով ուղարկեն մեր մեյլերին անընդհատ ինչ որ Վանաձորի համայնքապետարանից մենք նամակներ ենք ստանում։ Մի խոսքով բացեք։ Քննարկման առողջ քննարկման համար բացեք։ Մենք երբեք պատ եւ պատնեշ չենք եղել, ասեմ ավելին, առերևույթ թվացող նույնիսկ ամենա անիմաստ կամ խայծ պարունակող ցանկացած որոշում պատասխանից առաջ մեզ համար քննարկելի է։ Երբեք չկա մի առաջարկ, որին միանգամից մեր համար պատասխանը ոչ է կամ այո։ Պարոն Դոխայան, դուք ավականի չեք, Վանաձորցի եք, Վանաձոր քաղաքի բնակիչ եք։
Աշխատանքները, որ իրականացվում են Վանաձորում, ձեզ գոհացնում են։ Քանի որ ես նաև ինֆորմացված եմ եւ շատ երկար տարիներ եմ եղել ավականու անդամ, այս հարցին չեմ կարող պատասխանել միայն քաղաքացու տեսանկյունից, պատասխանեմ եւ որպես վանաձորցի շարքային եւ տեղեկացված մարդ։ Վերջին տարիներին Վանաձորում տնտեսավարման իմաստով խայտարակություն է, այսինքն 1-2 փողոց ասֆալտապատել եւ մնացած քննիները կոծկել ասֆալտի տակ, սա սխալ է։ Մենք ասում ենք թվով 80 շենքից ավել ունենք վթարային շենքեր, չէ՞։ Այս շենքերը միայն երկրաշարժի հետևանքով չէ, որ դարձել են վթարային։ Այս պահին Վանաձոր քաղաքում բազմաթիվ շենքեր կա, որ կոյուղաջրերը լցվում են նկուղները, խալխլում հիմքերը։ Մի քանի տարի հետո այս թվին շենքերի ավելանալու են եւս մի քանի շենքեր։ Հետո մենք ինչ ենք ասելու բնակիչներին, որ բնակիչը եկավ ասեց, որ իմ շենքը մի պատը, ասենք կրող սյունը կամ մի պատը ճաք է տվել։ Ասելու ենք, այդ թողը լարի տես Տերյան փողոցը ինչ որակով ասֆալտ են կարել։ Բնակիչը գալիս ասում է տանիքի խնդիր ունեմ։ Իսկ պարզ չի ինչի չեն տանիքը փոխում, որովհետև այդ տանիքը փոխելով բավարարելու են վերին հարկի բնակվող բնակիչների պահանջները, բայց առաջին հարկի, երրորդ հարկի այլ թաղամասում ապրող բնակիչ չի տեսնելու, որ, չգիտեմ, օրինակ Տերյան 50 շենքի տանիքը փոխված է։ Այս մարդիկ անում են 1-2 աշխատանք այնպիսին, որ տեսանելի լինի բոլորի համար, բայց էլ եմ ասում, տնտեսավարման իմաստով, քաղաքային ֆոնդը պահել, պահպանելու, խնամելու իմաստով, սա ուղղակի խայտարակություն է։ Այսինքն, այո, կան ոչ տեսանելի խնդիրներ, որը նաև օրհասական է, պետք է զբաղվեն նաև սրանով։ Հիմա ես գալիս եմ իմ հին թաղամասում, որտեղ նաև մի հեռուստաընկերությունն է Աբեղյան փողոցի վրա, Աբեղյան Գայ Ֆուձյակով բարեկամության փողոցները։ Բնակիչները մեզ հատկապես ձմռանը ահազանգում են, դեպք ենք ունեցել, որ շտապօգնությունը չի կարողացել բարձրանալ, ասել է կխնդրենք ձեր հիվանդին իջեցնեք, ես ինչ, չգիտեմ, Սյան մոտ, մենք այդտեղ ձեզ ենք սպասում, որովհետև չենք կարողանում գանք։ Դե այդ բնակչին դու ասա տես Վարդանանց փողոցը ինչ սիրուն ասֆալտապատել է։ Դրանք խնդիրներ են, որ մեկ օրում լուծվելիք չեն, բայց այն ամենը, ինչ որ արվում է, նույնիսկ տեսանելի է ու հաշվետվողականություն էլ կարծես թե կա, դա տեսանելի է, բայց ոչ արդյունավետ։ Դա ձեր կարծիքն է։ Եվ այսպես ընդհանրացնենք, եզրափակենք այս իրավիճակի լուծման համար առաջնահերթ ով է պատասխանատու։ Իշխանությունները։ Դուք պատասխանատու չեք։ Ոչ, միայն իշխանությունները։ Որովհետև բոլորին պարզ հայտնի է, բոլորին, որ արհեստական, ելի եմ կրկնում, նույնիսկ շատ դեպքերում ասում են օրենքը տրամաբանություն չունի։ Այս մարդկանց մոտ օրենքը եւ տրամաբանությունից է դուրս, եւ բոլոր նորմերից է դուրս, եւ ժողովրդավարական բոլոր հանգամանքներից է դուրս իրանց արածներ 4 տարի չդնել, 4 տարի անց չդնել նիստ, չունենալ ընտրված քաղաքապետ եւ մեղքը գցել ընդդիմության վրա, կներեք, սա չեմ համարում, որ ազնիվ է։ Կարճ մի հարց, դա օրինական է թե անօրինական։ Որ նիշտ չեն անում, անօրինական։ Իսկ սրա դեմ մենք նաեւ պայքարում ենք բոլոր հնարավոր օրինական մեզ տրված բոլոր հնարավորություններով։ Շնորհակալություն, պարոն Դոխոյան, ձեր ժամանակից տրամադրելու մեր հաղորդաշարին մասնակցելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հետաքրքիր զրույցին։ Սա մեր ուղին հաղորդաշարն էր, զրուցակից Սեր Վանաձորի ավականու հայրենիք խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք եթերում։